Առկային ռեսուրսների և մարքեթինգի համագործակցությունը կարևոր է ազդեցիկ գործատուի բրենդ ձևավորելու, լավագույն տաղանդներին ներգրավելու և աշխատակիցների ներգրավվածությունը բարձրացնելու համար։ Լինելով համակարգված և նույն էջի վրա, այս երկու ֆունկցիաները միասին ստեղծում են համապարփակ բրենդային փորձառնություն, որը դրական է ազդում և ներկա և պոտենցիալ աշխատակիցների փորձառնության, ինչպես նաև ընդհանուր ընկերության հեղինակության վրա։ Տաղանդների ներգրավում մռկայի կողմից հստակեցվում է իդեալական թեկնածուի պրոֆիլը և համալրման կարիքները։ Այստեղ միանում է մարքեթինգը և մռկայի հետ միասին կազմվում է ռեկրուտմենտային արշավ, հստակ կոնտենտով, կարիերայի էջերի օպտիմալիզացմամբ, որոնման արդյունքների կիրառմամբ, թիրախավորված գովազդների միացման սոցիալական հարթակներում։ Գործատուի առաջարկած արժեքային առաջարկի մշակում EVP։ EVP-ն պատասխանում է երկու հարցի. ինչու ընտրել հենց այս ընկերությունը որպես գործատու, իսկ ներկա աշխատակիցների համար ինչու շարունակել համագործակցությունը հենց այդ ընկերության հետ։ EVP-ի դասական օրինակներից է Salesforce ընկերությունը, որը ի դեպ համարվում է առաջին B2B SaaS ընկերություններից մեկը։ Իրականացրել է Ohana Culture ծրագիրը, որտեղ Ohana նշանակում է ընտանիք, այսինքն ընտանեկան մշակույթ։ Գաղափարը մի այնպիսի մշակույթի ստեղծելն էր, որտեղ աշխատակիցները միշտ կփոխօժանդակեն միմյանց։ Ուստի իրականացվեց բարեգործական 1-1-1 մոդելը, այսինքն եկամտի 1%-ը, աշխատակիցների աշխատանքի 1%-ը և արտադրանքի 1%-ը ուղղվում էր բարեգործության։ Մռկայի կողմից իրականացվել են հետևյալ քայլերը. Օրինակ, ներդրվել է աշխատակիցների բարեկեցության համար հատուկ ծրագրեր, երկարացվել է ընտանեկան արձակուրդներին տրամադրվող օրերի քանակը, տրամադրվել են հոգեբանի ծառայություններ, աշխատակիցներին տրվել է տարեկան 56 ժամ վարձատրվող կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն։ Ակտիվորեն խթանվում էր հավասարությունը, ուստի HR թիմը ստեղծել է Ohana Groups գաղափարը, որտեղ ներառված էին տարբեր փոքրամասնություններ ու իրենց շահերը, իրավունքները մշտապես պաշտպանված էին։ Մարքեթինգն իր կողմից իրականացրել է 1-1-1 մոդելի գովազդային արշավներ, ստեղծելով ինտերակտիվ կոնտենտ և այն լայն տարածում է գտել սոցիալական հարթակներում։ Այս գաղափարից ոգեշնչվել են այլ ընկերություններ նույնպես, ինչպիսիք են Twilio, Atlassian, Box և այլն։ Salesforce-ը մարքեթինգային արշավներով ընդգծել է, որ իր հաճախորդները նույնպես կարող են մաս կազմել Ohana մշակույթի։ Օրինակ, ստեղծելով բարեգործական ծրագրեր, օգտագործել են Salesforce-ի պլատֆորմը ոչ առևտրային նպատակներով։ Արդյունքում 87% աշխատակիցները նշել են, որ Salesforce-ում աշխատանքը դրականորեն է ազդում իրենց կյանքի վրա։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, գիտեք, այստեղ ներառված են բարեգործական նախաձեռնություններ, կրթական ծրագրեր, ֆինանսավորումը, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարության ապահովման ծրագրեր եւ այն ամենը, ինչը ուղղված է հասարակության համար դրական արժեք ստեղծելուն։ Իսկ ինչպես են համագործակցում HR-ն ու մարքեթինգը, HR-ն իր կողմից ներգրավում է աշխատակիցներին տվյալ ծրագրերի մեջ, ներառում է ԿՍՊ-ն աշխատակիցների ուսուցման, զարգացման, թիմակառուցման ծրագրերում։ Իսկ մարքեթինգն իր կողմից հանրայնացնում է ԿՍՊ ծրագրերը, կայուն համագործակցային հիմք է ստեղծում ԶԼՄ-ների հետ, չափում նախագծերի ազդեցությունը սոցիալական մեդիայում։ Եթե իհարկե ընկերությունն ունի նման որոշում։ Օրինակ, Patagonia բրենդը, որը վերամշակում է հագուստը, ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր։ Իր արտադրանքում առաջնորդվում է այն մտքով, որ ստեղծվի այնպիսի որակյալ բան, ինչը մարդիկ երկար ժամանակ կկարողանան օգտագործել, այդ կերպ նվազեցնելով բնությանը հասցրված վնասը։ Ինչպես նաև ակտիվորեն տարածում է իր հիմնարար արժեքը, որ մենք աշխատում ենք այս մոլորակի համար։ Հիմա, երբ համագործակցային խաչմերուկները պատկերացրեցինք, քննարկենք, թե ինչպես կարող են այս երկու օղակները հաջողության հասնել։ Նախ եւ առաջ ընդհանուր նպատակի սահմանում։ Սա դե պարզ է, պետք է իմանանք այս կամ այն ծրագրերն ինչու են իրականացնում, սակայն ինչն ավելի կարևոր է, դերերի առաջադրանքների հստակ բաժանում։ Որպեսզի այս ամուսնությունը երջանիկ լինի, կարևոր է, որ հստակ թղթի վրա գրված համատեղ որոշված լինի, թե ով ինչ է անում։ Եթե օրինակ դա սոցմեդիայում HR կոնտենտի առկայություն է, ապա ով է գրում կոնտենտը, ով է որոշում կոնտենտի ուղղությունները, ով է որոշում առաջնահերթությունները, ով է պատասխանատու ժամանակին հրապարակումների համար։ Փոքր օրինակ է, սակայն շատ հստակ ցույց է տալիս վերոնշյալի էությունը։ Արդյունքում չենք ունենա շահկամ ամեն մեկս մեր կողմը քաշելու երևույթը։ Հստակ KPI-ներ, արդյունքը չափելու մեթոդներ եւ մռկոյում եւ մարքեթինգում անշոշափելիությունը շատ է։ Շատ քայլեր ենք իրականացնում, որոնց անհստակ արդյունքները երևում են ոչ թե հիմա, այլ երկարաժամկետում։ Որպեսզի այս նախաձեռնություններում ներդրված բյուջեն, էներգիան, ջանքերը շոշափելի լինեն, կարող են կիրառել տարբեր մետրիկաներ, որպես հստակ չափորոշիչներ։ Օրինակ, NPS, time to fill, time to hire, LinkedIn-յան հետևորդների քանակի ավելացում եւ այլն։ Վերջինը մի
փոքր նուրբ թեմա է, սակայն հնարավորինս ուղիղ մեկնաբանենք։ Մարքեթինգը մի քիչ զբաղված է, որպեսզի ՄՌԿ նախաձեռնություններին ճիշտ առաջնահերթություն տրվի, կարևոր է, որ մարքեթինգ եւ ՄՌԿ ղեկավարման համար պատասխանատու անձիկ առաջնահերթությունները միասին քննարկեն, ներգրավելով վերին օղակի ղեկավարությանը։ Այս պարագայում ամեն ինչ շատ ավելի հարթ եւ համաձայնեցված կընթանա։ Ուրեմն, հստակ համատեղելի նպատակ, առաջադրանքների բաշխում, չափելիություն, առաջնահերթությունների մշակում, ներգրավելով ավագ ղեկավարությանը։ Այսքանը եւ ձեզ եւ մեզ արդյունավետ համագործակցություն ընկերության համար կարևոր դեպարտամենտներից մեկի մարքեթինգի հետ։ Մեկնաբանություններին նշեք, թե գործատուի բրենդավորման ինչ լավ պատմություններ գիտեք, իսկ լավագույն մեկնաբանությունը մենք կարտացոլել ենք HR Dict Armenia հարթակում եւ կունենաք նվեր գիրք Magnus թիմի կողմից։ Սիրով սպասում ենք ձեզ։